Բուրընցապողջուններ ու հանդիսավոր մթնոլորտ դեկտեմբերի 20-ը համերաշխության միջազգային օրն է։ Տոնի կապակցությամբ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն համերաշխություն շարժումը հայտարարում է տարվա ամենահամերաշխ մարդու անունը։ Առաջին մրցանակը 2009 թվականին համերաշխությունը շնորհել է կոմպոզիտոր Արա Գևորգյանին։ Ինչպես պարգևատրումից առաջ հայտարարեց շարժման ղեկավար Սարգիս Ավետիսյանը, երկար փնտրտուքներից հետո այդպես էլ շարժման համակարգող խորհուրդը չի գտել 2010 թվականի ամենահամերաշխ մարդուն, իսկ 2011 թվականի ամենահամերաշխ մարդն արդեն հայտնի է։ Համերաշխությունը ինքը որպես գաղափար եւ որպես երևույթ դա վայել է միայն ուժեղ մարդկանց, ուժեղներն են համերաշխություն քարոզում։ Իր հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեությամբ մեր երկրում համերաշխության մթնոլորտի ստեղծման ու կայացմանը մեծապես նպաստելու համար Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը համերաշխություն շարժման համակարգող խորհրդի որոշմամբ պարգևատրվում է համերաշխության մրցանակով։ Ողջունելով ներկաներին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իր գործունեության մեջ միշտ առաջնորդվել է համերաշխության, համաձայնության ու հանդուրժողականության սկզբունքներով։ Հարգելի ներկաներ, սիրելի բարեկամներ, նախ եւ առաջ ես ուզում եմ ի սրտե ողջունել ձեր բոլորին։ Անկեղծ ասած, իմ համար անակնկալ էր եւ մեծ պատիվ էր արժանանալ այս պարգևին։ Ընդհանրապես ես իմ գործունեության ընթացքում հասարակական քաղաքական միշտ առաջնորդվել եմ համերաշխություն, համաձայնության սկզբունքով եւ երևի բոլորդ էլ դա նկատել եք։ Ոչ թե ինչ-որ համբագորգոր բառեր եմ ուզում ասեմ, այլ իրականություն ինչ-որ կա։ Պետք է մենք բոլորս կարողանանք հանդուրժող լինենք, կարողանանք համաձայնության գանք եւ կարողանանք լիարժեք մեր նպատակները իրականացնել։ Ունենք մեկ հայրենիք, որ բոլորս էլ պետք է շատ սիրենք եւ փայփայենք, որ գնալ կայուն, հզոր, բարեկեցիկ, բարգավաճ երկիր։ Ես ձեր բոլորին ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այսօրվա կապակցությամբ։ Քանի որ արդեն ամեն օրը մոտ է, բոլորի ցանկանալ բարձր տրամադրություն, ձեր բոլորի նպատակների ցանկությունների իրականացում լինի եւ Աստված պահպան լինի ձեր բոլորին։ Շնորհակալություն։ Համերաշխության առաջին մրցանակագիր Արա Գևորգյանը շնորհավորելով Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, որ մոտ ապագայում կյանքի է կոչվելու ամբողջ աշխարհում համերաշխության ու խաղաղության գաղափարները քարոզող նախագիծ, որի իրականացմանն ի դեպ աջակցելու է հենց Գագիկ Ծառուկյանը։ Այսօր ես ունեմ եւս մեկ նախագիծ, որը երկի տեսքով է եւ այդ երգը պիտի երկեն աշխարհի ամենալավագույն երգիչները, հնդիկը կերգի Թաջ Մահալում, արաբը բուրգերի մոտ եւ այլն, իսկ բոլորը միացյալ կլինեն Երևանում եւ կերգեն այդ երգը եւ այդ նախագծի կողքին իսկապես պարոն Ծառուկյանը կանգնած է եւ հույսով եմ, որ այդ նախագիծը մենք փառքով, պատվով եւ հաղթանակով կավարտենք մեր ազգի վարկանիշը աշխարհում ել ավելի բարձրացնելու գործում։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյան ձեզ։ Ավարտին Գագիկ Ծառուկյանը բոլորին հորդորում է լինել համերաշխ ու հանդուրժող, քանզի այդ դեպքում է հնարավոր միայն միասնական աշխատանք տանել, որի նպատակը բարգավաճ երկրի կառուցումն է։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։